Հավատը դա միայն սոցիալական ինստիտուտ չի, կամ ավելին ասեմ, առաջնային սոցիալական ինստիտուտ չի, դա մարդու անձի Աստծո հետ հարաբերվելու դրա հետ կապված ինչ-որ հարաբերությունների դաշտ է, որը կատարվում է եկեղեցու միջոցով, եթե հեռաքելական եկեղեցու հետևորդ եք, դա չի կարող եկեղեցուց դուրս կատարվել։ Չկա ընդհանցակարգ, որ ինձ Տեր Հայր պետք չի Աստծո հետ շփվելու համար, այսինքն, բայց ելի մենք մտնում ենք ոնց որ դավանաբանական դաշտ, ես համոզված եմ, որ եկեղեցու սպասավորները կարող են կամ աստվածաբանության մասնագետները կարող են շատ ավելի ճիշտ մեկնաբանել, ընդհանրապես խնդիրը հետեւյալի մեջ է, պետությունը, պետական տարբեր ծառայողներ օգտագործում են պետական ռեսուրսները միջամտելու Հայաստանի քաղաքացիների զգալի մեծամասնության հավատքի եւ դավանանքի ազատության իրականացման գործընթացին։ Չպետք է Հայաստանի քաղաքացին ստիպված լինել գնալ վեհարան, պաշտպանելու վեհապարին իր հաշվին սնվող պետական չինովնիկի ոտնձգությունից։ Այս ասենց կարևոր խնդիրն է իրավական տեսակետից։